Մինչև հաղորդումը դիտելն անպայման բաժանորդագրվեք ալիքին սեղ մեկ զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր և իրական պատմությունները։ Օրենքով գողերի ինստիտուտի առաջացման վերաբերյալ մինչև այսօր չկա մի ընդհանուր տեսություն։ Առավել տարածված վարկածներից մեկի համաձայն այն ձևավորվել է 1920-ից 30-ական թվականներին խորհրդային բանտերում և ուղիչ աշխատանքային ճամբարներում։ Այդ ժամանակ քրեական աշխարհի տարբեր խմբեր սկսեցին միավորվել և ստեղծել միասնական կանոններ։ Մեկ այլ վարկածի համաձայն այդ գործընթացում կարևոր դեր են ունեցել այսպես կոչված ժիգանները։ Ըստ որոշ հեղինակների, նրանք նախկին զինվորականներ կամ քաղաքացիական պատերազմի մասնակիցներ էին, որոնք հայտնվել էին խորհրդային ճամբարներում և աստիճանաբար ձեռք բերել հեղինակություն։ Սակայն պատմաբանները նշում են, որ այս վարկածը վերջնականապես ապացուցված չէ, և օրենքով գողերի ինստիտուտը ամենայն հավանականությամբ ձևավորվել է տարբեր քրեական ավանդույթների միաձուլման արդյունքում։ Կա նաև տեսակետ, թե այդ համակարգի ձևավորմանը նպաստել են խորհրդային հատուկ ծառայությունները, նպատակ ունենալով վերահսկել բանտային միջավայրը։ Սակայն այս վարկածը նույնպես չունի միանշանակ պատմական հաստատում և շարունակում է մնալ քննարկումների առարկա։ Ժամանակի ընթացքում ձևավորվեց մի ամբողջ վարքականոն, որը հայտնի դարձավ որպես գողական օրենք։ Օրենքով գողը պարտավոր էր հրաժարվել պետական համակարգի հետ ցանկացած համագործակցությունից, թմրանյութերի առևտրից, չաշխատել պետական կառույցներում, չծառայել բանակում, չունենալ ընտանիք, չզբաղեցնել պաշտոն և չմասնակցել քաղաքական կյանքին։ Նա պարտավոր էր պաշտպանել մյուս կալանավորների շահերը, մասնակցել ընդհանուր դրամական ֆոնդի օբշակի ձևավորմանը և ենթարկվել գողական սխոդկայի որոշումներին։ Այդ կանոնները ոչ միայն կարգավորում էին քրեական աշխարհի կյանքը, այլ նաև ստեղծում էին առանձին ինքնություն, որը տասնամյակներ շարունակ պահպանվեց խորհրդային բանտերում։ 1941 թվականին սկսվեց հայրենական մեծ պատերազմը։ Պետությունը ռազմաճակատ ուղարկեց նաև հազարավոր դատապարտյալների։ Նրանց մի մասը համաձայնեց կռվել, հույս ունենալով կրճատել պատիժը կամ արժանանալ ներման։ Սակայն այդ քայլը հակասում էր գողական ամենախիստ օրենքներից մեկին՝ երբեք չծառայել պետությանը։ Պատերազմից հետո ճամբարներ վերադարձած նախկին զինվորականները բախվեցին այն օրենքով գողերին, որոնք հրաժարվել էին մեկնել ռազմաճակատ։ Այս հակամարտությունը պատմության մեջ մտավ սուկաների պատերազմ անվամբ։ Այն դարձավ Գուլագի, այսպես կոչված մեկուսացված քրեակատարողական հիմնարկի պատմության ամենաարյունալի ներքին հակամարտություններից մեկը։ Տարիներ շարունակ ճամբարներում տեղի էին ունենում դաժան հաշվեհարդարներ, որոնց հետևանքով զոհվեցին հարյուրավոր մարդիկ, իսկ որոշ գնահատականներով զոհերի թիվը հասել է հազարների։ Այս պատերազմը կոտրեց հին գողական աշխարհի միասնականությունը։ 1950-ականների վերջից և հատկապես 1960-ականներին խորհրդային ճամբարներում սկսեց ձևավորվել նոր քրեական էլիտա։ Այս անգամ օրենքով գողերը հասկացան, որ միայն բանտային կյանքով հնարավոր չէ պահպանել ազդեցությունը։ Նրանք սկսեցին վերահսկել ստվերային տնտեսությունը, կապեր հաստատել այսպես կոչված ցեխավիկների հետ, վերահսկել ապօրինի արտադրությունը և աստիճանաբար ներթափանցել խորհրդային սև շուկա։ Այս շրջանը դարձավ քրեական աշխարհի վերածննդի սկիզբը։ 1960-ից 70-ական թվականներին հին կանոնների մի մասը սկսեց վերանայվել։ Մի շարք աղբյուրներ նշում են, որ այդ գործընթացի գաղափարական առաջնորդներից էր Անատոլի Չերկասովը, Չերկաս մականունով։ Քննարկվում էր, որ օրենքով գողը կարող էր ղեկավարել իր մարդկանց ոչ միայն բանտից, այլ նաև ազատության մեջ։ Զարգացավ օբշակի համակարգը։ Ընդհանուր դրամական ֆոնդը, որի միջոցով աջակցություն էր ցուցաբերվում կալանավորվածներին, նրանց ընտանիքներին և ֆինանսավորվում էր քրեական ենթակառուցվածքը։ Այս փոփոխությունները մեծ ազդեցություն ունեցան ամբողջ խորհրդային ստվերային տնտեսության վրա։ Խորհրդային միության փլուզումից հետո սկսվեց նոր ժամանակաշրջան։ Պետական վերահսկողության թուլացումը հնարավորություն տվեց քրեական խմբավորումներին ընդլայնել իրենց ազդեցությունը։ Եթե նախկինում օրենքով գողը չէր կարող զբաղվել բիզնեսով, ապա 1990-ականներին այդ սահմանափակումները հաճախ անտեսվում էին։ Բազմաթիվ հեղինակություններ սկսեցին վերահսկել բանկեր, գործարաններ, նավահանգիստներ, շուկաներ և խոշոր առևտրային ցանցեր։
Սակայն հենց այս ժամանակաշրջանում սկսվեց նաև գողական ավանդական գաղափարախոսության աստիճանական քայքայումը։ Օրենքով գող դառնալը սովորական կոչում չէր։ Թեկնածուի կենսագրությունը մանրամասն ուսումնասիրվում էր։ Նրան պետք է երաշխավորեին արդեն ճանաչված օրենքով գողերը։ Վերջնական որոշումը կայացվում էր սխոդկայի ժամանակ։ Հենց այդտեղ էլ կատարվում էր այսպես կոչված թագադրումը։ Սակայն վերջին տարիներին նոր թագադրումների թիվը կտրուկ նվազել է, իսկ որոշ ազդեցիկ հեղինակություններ նույնիսկ կոչ են արել ժամանակավորապես դադարեցնել այդ գործընթացը ներքին հակասությունների պատճառով։ Այսօր նախկին խորհրդային տարածքում օրենքով գողերի ազդեցությունը զգալիորեն նվազել է։ Ռուսաստանում 2019 թվականից ուժի մեջ է մտել օրենք, որով միայն քրեական աշխարհում բարձր կարգավիճակ ունենալը կարող է հիմք դառնալ քրեական պատասխանատվության համար։ Վերջին տարիներին այդ հոդվածով արդեն մի շարք հայտնի քրեական հեղինակություններ դատապարտվել են։ Փորձագետների գնահատմամբ այսօր աշխարհում գործում են մի քանի 100 օրենքով գողեր, սակայն նրանց ազդեցությունն այլևս համեմատելի չէ 20-րդ դարի երկրորդ կեսի հետ։ Օրենքով գողերի աշխարհը միշտ եղել է փակ, հակասական եւ առասպելներով լի։ Ոմանք այն ներկայացնում են որպես սեփական կանոններով ապրող համակարգ, մյուսները որպես կազմակերպված հանցավորության ամենաազդեցիկ ձևերից մեկը։ Սակայն մեկ բան անվիճելի է։ Գրեթե մեկ դար շարունակ այդ ինստիտուտը նշանակալի ազդեցություն է ունեցել խորհրդային եւ հետխորհրդային քրեական աշխարհի վրա։ Իսկ նրա պատմությունը շարունակում է հետաքրքրել թե հետազոտողներին, թե լրագրողներին եւ թե միլիոնավոր մարդկանց։ Իսկ հաջորդ հաղորդման ընթացքում կխոսեմ այն մասին, թե ինչպես էին կատարվում օրենքով գողի թագադրումները, ինչ խորհրդանիշներ էին օգտագործվում, ինչ իմաստուն էին դաջվածքները եւ ինչպիսի փորձությունների միջով պետք է անցներ մարդը, որպեսզի արժանանար այդ տիտղոսին։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, հավանել տեսանյութն ու մեկնաբանություն թողնել։